Վարամ Մկրտչյանին հրավիրում եմ դահլիճ, որովհետև պարոն Լևոն Ալթունյանից հետո հանդես է գալու ըստ հերթականության ինքը։ Համեցեք պարոն նախարար։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ։ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծի առողջապահություն բաժնի ընդհանուր հատկացումները կազմում են 85 միլիարդ 772 միլիոն դրամ։ 2016 թվականի բյուջեի նկատմամբ շեղումը կազմում է 2 միլիարդ 669 միլիոն դրամ կամ 3%։ Առավելապես նվազել են համաշխարհային բանկի վարկային ծրագրերը։ Կարծում եմ հարկ չկա հիշեցնելու, որ անգամ ամենազարգացած երկրներում առողջապահության ոլորտում ներդրվող միջոցները երբեք շատ չեն լինում։ Ոլորտի կազմակերպիչներից առաջնահերթ խնդիրն է եղած միջոցներին առավել նպատակային եւ արդյունավետ ծախսելը եւ նորարարություններ ներդնել։ Սակայն դա երբեք չպետք է լինի ի հաշիվ բուժօգնության ծառայությունների որակի, ծրագրային ուղղությունների ապահովման, ինչպես նաեւ ծառայությունների մատչելիության հաշվին։ Ինչպես Հայաստանի Հանրապետության 2016 թվականի, այնպես էլ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահություն ծախսերի ձևավորման հիմնական մոտեցումը առողջապահական գերակայությունների պահպանումն է, ինչպես նաև սոցիալական ուղղվածության ապահովումը։ 2017 թվականի գերակա խնդիրները կլինեն առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության, հասանելիության ապահովման շարունակական աշխատանքները։ Կանխարգելիչ բժշկության համակարգի շարունակական զարգացումը, դեղերի պատշաճ արտադրման գործառույթների GMP ստանդարտների ներդրման շարունակական ապահովումը, օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների եւ պացիենտների վարման գործելակարգերի տեղայնացնում եւ ներդնումը, էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի աստիճանական ներդնումը։ Բյուջետային միջոցների 78%-ը նախատեսված է արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային ծառայությունների համար։ Արտահիվանդանոցային ծառայություններ խմբով նախանշվող 14 ծրագրի ֆինանսավորման համար նախատեսվել է հատկացնել 27.4 միլիարդ դրամ։ Ելնելով թե բնակչության, թե պետության շահերից մենք շարունակելու ենք հիմնականում ուշադրությունը կենտրոնացնել բնակչության առողջապահության պահպանման, հիվանդությունների կանխարգելման վրա։ Այս ենթատեքստում շարունակվելու է առողջապահական առաջնային պահպանման օղակի զարգացման կանխարգելիչ ուղղություններով։ Նշեմ, որ միջազգային կառույցների կողմից բազմիցս շեշտվել է Հայաստանի ձեռքբերումները պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման, երեխաների մահացության ցուցանիշների բարելավման գործում։ Իմունոկանխարգելման ազգային ծրագրի իրականացման համար 2017 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է 1.9 միլիարդ դրամ, նույնչափ որքան որ 16 թվականին։ Այս ծրագրի շրջանակում կիրականացվեն ինչպես ազգային օրացույցում ընդգրկված պլանային պատվաստումներ, այնպես էլ նախազորակոչիկների եւ զորակոչիկների պատվաստումները։ Միանշանակ ուզում եմ նշել, որ ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումների մարդու առողջությունը պայմանավորվող գործոններում առողջապահական համակարգի կամ բժշկի դերը կազմում է ոչ ավել քան 15-20%։ Մնացածը պայմանավորված է այլ գործոններով, շրջակա միջավայրով, ժառանգականությունով, սոցիալ-տնտեսական պայմաններով, առողջ ապրելակերպով, ծխելով, ալկոհոլի ու աղի չարաշահումով։ Առողջապահության նախարարությունը տարբեր ուղղություններով ռազմավարական ծրագրեր է իրականացնում եւ մշակում է նորը, սակայն առավել մեծ արդյունավետություն արձանագրելու համար շահագրգիռ բոլոր գերատեսչությունները պետք է համատեղ ջանքեր գործադրեն մեզ հետ միասին։ Հարգելի պատգամավորներ, հիվանդանոցային ծառայություններ խմբով նախատեսվող 17 ծրագրի իրականացման համար 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է ավելի քան 39 միլիարդ դրամ։ Անցած տարվա համեմատ շեղումը կազմում է 639 միլիոն դրամ կամ 1.6%։ Պայմանավորված պահպանման ծախսերի կրճատումով եւ որոշ ծառայությունների ծավալների վերանայումով։
2017 թվականին կշարունակվեն սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված զինծառայողներին, ինչպես նաեւ փրկարար ծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին ծրագրերը, կշարունակվեն նաեւ սոցիալական փաթեթի շահառուներին մատուցվող բժշկական օգնության ծառայությունները։ Նշեմ, որ սրտի վիրահատությունների ծառայությունների ծրագրի իրականացման համար նախատեսվել է 3 միլիարդ դրամ։ Եղած սուղ միջոցների արդյունավետ կառավարումը պարտադրում է հիվանդանոցային ծառայություններում ուշադրության կենտրոնում պահել պետական պատվերի իրականացման վերահսկողությունը։ Կարևոր է նաև բուժօգնության կազմակերպման ուղեցույցների եւ չափորոշիչների մշակումն ու կիրառումը։ Հանրային առողջապահական ծառայությունների շրջանակներում նախատեսվում է շարունակել 5 ծրագիր՝ իմունոկանխարգելման ազգային ծրագիր, հիգիենիկ եւ հակահամաճարակային փորձագիտական ծառայություններ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջության ծառայություններ, վարակիչ հիվանդությունների օջախների ախտահանման ծառայություններ, ինչպես նաեւ արյան հավաքագրման ծառայություն։ 2017 թվականին կշարունակվի Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից բխող մարզային առողջապահական համակարգի արդիականացումը եւ զարգացումը։ Եկող տարի կշարունակվի 2016 թվականին մեկնարկած ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցումը, Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման մեկնարկը, ինչպես նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի սարքավորումներով եւ բժշկական կահույքով հագեցման աշխատանքները։ Կշարունակվեն նաեւ Հայաստանի Հանրապետության բնակչության ռիսկային խմբերում իրականացվող 2015-17 թվականների լայնածավալ սկրինինգները ուղղված սիրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը եւ վերահսկմանը, ինչպես նաեւ մահացության նվազեցմանը։ Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերով 2017 թվականին կիրականացվեն Հայաստանի Հանրապետության տուբերկուլոզի դեմ պայքարի ուժեղացում 1.5 միլիարդ դրամ եւ Հայաստանի Հանրապետության մեարձիավի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցություն 717 միլիոն դրամ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի աջակցությամբ կիրականացվի սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնում եւ արձանագրում։ Դրամաշնորհային ծրագիրը 27.7 միլիոն դրամ։ Հարգելի պատգամավորներ, համառոտ ձեզ ներկայացրեցի Հայաստանի Հանրապետությունը 17 թվականի պետական բյուջեի նախագծի առողջապահության բաժնի հիմնական ծրագրերի համար նախատեսվող հատկացումները։ Ցանկանում եմ կրկին անգամ հավաստիացնել, որ նոր մոտեցումների եւ նոր ծրագրերի շնորհիվ նախատեսվող ֆինանսական սուղ միջոցների պայմաններում բնակչությանը որակյալ բժշկական օգնության ապահովելու նպատակով կարվի ամեն հնարավորը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալ եմ, պարոն նախարար, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, տեղեկացնեմ, որ պատգամավորներ Վարամ Մկրտչյանը եւ Մեհեր Շարգելյանը հրապարակային համաձայնության են եկել եւ հերթականությունը ելույթների փոխվել է, պարոն Շարգելյան